Երևի աշխարհում ոչ մի տեղ այսքան կիսակառույց շենք չկա, ինչքան Հայաստանում։ Հերիք է որ նստեք մեքենան եւ ուղակի մի ժամ Հայաստանի որևէ ճանապարհով երթևեկեք եւ դուք կտեսնեք ֆինանսական կրթության համատարած բացակայություն։ Շենքերի կարկասներ, հիմք, պատ, մաքսիմում տանիք։ Կիսակառույց լքված շենքերը ուղակի շենքեր չեն։ Դրանք ֆինանսական տգիտության ախտանիշներ են, սիրելի բարեկամներ, որովհետեւ շենք սարքելը կապիտալի ներդրում է։ Եվ եթե դու սարքում ես շենք, որը կիսակառույց ես թողում, լքում ես, դա նշանակում է կապիտալի ոչնչացում, քո սեփական կապիտալի, որը դու քո քրտինքով աշխատել ես։ Չի կարող մի պետության մեջ այդքան շատ մազոխիստ լինի, որ իր քրտինքով աշխատած կապիտալը այդպես եւ դնի եւ ոչնչացնի։ Հետևաբար դա ֆինանսական տգիտության հետևանք է։ Քանի անգամ եք լսել, որ ասեն, այ մի հատ հող առնեմ, մի քիչ ձեռս փող կա, մի հատ շենքի հիմքը գցեմ, պատերը շարեմ, հետո էլ կամած ձեռս փող կընկնի, այդ շենքը կավարտեմ։ Սա աշխարհայացք է, հենց սա է, երբ ես ասում եմ ֆինանսական տգիտություն, հենց սա է։ Այդպես մտածողների մտքի ծայրով նույնիսկ չի անցնում, որ այդ շենքի կարկաս սարքելը ամբողջ ծախսի, վերջնական ծախսի մի փոքր մասն է։ Դա նույնն է, որ դու հեռավոր նավարկության պատրաստվես, որը տևելու է 10 տարի, բայց վերցնես ընդամենը 2 ամսվա ուտելիք։ Եվ հետո զարմանաս, թե ոնց եղավ, որ ճանապարհորդությունը իր ավարտին չհասավ։ Դրա համար գոյություն ունի այնպիսի բառ, ինչպիսին է պլանավորումը։ Մարդը բանական կենդանի է։ Մարդը կարող է պատկերացնել եւ պլանավորել ապագան։ Հասկանալ, որ եթե շենքը արժի $100,000, իսկ դու ունես $4,000, իմաստ չունի այդպիսի շինարարություն սկսելը։ Ես վստահ եմ, որ եթե լինի լրագրողական հետազոտություն եւ հաշվվի, թե Հայաստանում քանի կիսակառույց շենք կա, եւ այդ շենքերից քանիսն է, որ 10, 20, 30 տարվա ընթացքում արդեն քանդման ենթակա է, եւ ինչքան կապիտալ է ոչնչացվել կամ քնեցվել այդ շենքերի վրա, ապա ստացված թիվը այնքան մեծ կլինի, որ մենք կարող ենք խոսել պետական մասշտաբի աղետի մասին։ Սա այն թեմաներից է, որը կա, մենք ամեն օր տեսնում ենք, բայց որի մասին ոչ ոք չի խոսում։ Հիմա դուք ասեք, որն է լուծումը։ Հնարավոր է մարդուն արգելել, որ մարդը իր փողով, իր հողի վրա սարքի շենք։ Իհարկե հնարավոր չէ արգելել, բայց պետությունը հենց նրա համար է, որ կարգավորի դաշտը եւ շահագրգռի մարդկանց չանել հիմար ֆինանսական քայլեր։ Օրինակ, կիսակառույց շենքերի գույքահարկը բարձրացնել այնքան, որ մարդիկ 2 անգամ մտածեն շենքի հիմքը փորելուց առաջ։ Արժի հիմքը փորել եւ պատերը կանգնացնել, թե չէ։ Կարողանալու են դրա տակից դուրս գալ, թե չէ։ Եվ եթե չկարողանան, գույքահարկը ինչ որ մի պայից սկսած այնքան թանկ լինի, որ ստիպված լինեն իրենց դրած փողի թեկուզ կես գնով, թեկուզ 1/4 գնով վաճառել իրենց կիսակառույցը եւ մասամբ հանել իրենց կապիտալը հետ։ Իսկ գնորդները, այդ կիսակառույց շենքի գնորդները, կրկին 2 անգամ կմտածեն, թեկուզ շատ էժան գնով իմաստ ունի առնել այդ շենքը, իրենք կկարողանան այդ շենքը ավարտել, թե ոչ։ Արդյունքում կշահեն բոլորը։ Կշահի այդ վաճառողը, որը թեկուզ էժան կվաճառի, բայց դաս կառնի եւ իր կապիտալի գոնե մի մասը կհանի իր կիսակառույց շենքից։ Կշահի գնորդը, որը կկարողանա շատ ավելի էժան գնով գնել կիսակառույց շենք, քան 0-ից սկսել շենքը եւ հասցնել այդ մակարդակին։ Եվ վերջապես կշահի պետությունը, հասարակությունը, որովհետեւ պետության կապիտալը չի ոչնչանա։